շատ կարևոր է, որ մարդիկ իմանան իրենց իրավունքները։ Շատ հոլովակներ եմ տեսնում, որտեղ ասում են կարևոր է օգտվել լռելու իրավունքից, մյուս հոլովակներում ասում են, որ ավելի լավ կլինի փաստաթղթերը ներկայացնել։ Հիմա որ դեպքում որ կերպ վարվել, որ ավելի ճիշտ լինի։ Այո, դուք ունեք իրավունք լռելու, սակայն եթե դուք ունեք asylum case pending դատական համակարգում կամ USCIS-ում, ես ձեզ խորհուրդ կտայի ցույց տալ ձեր փաստաթղթերը։ Իսկ եթե ունեք case, բայց նաև ունեք criminal record, այդ դեպքում լռեն թե ցույց տան։ Ամեն դեպքում դուք կարող եք օգտվել իրավունքից եւ ասել, որ դուք ուզում եք լռել եւ խորհրդակցել ձեր փաստաբանի հետ։ Այս պարագայում ավելի ճիշտ է խորհրդակցել փաստաբանի հետ։ Շատ լավ։ Իսկ խնդիր կունենան արդյոք այն մարդիկ, ովքեր ունեն work permit, բայց ժամկետն անց է եւ ունեն case USCIS-ում։ Եթե ձեզ այս օֆիցերը կանգնացրել է, բայց ձեր work permit-ը ժամկետն անց է, բայց դուք ունեք pending case, ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Դուք կարող եք ձեր pending case-ի receipt notice-ը ցույց տալ եւ ոչ մի խնդիր, եթե դուք չեք դիմել ձեր work permit-ի թարմացմանը։ Շատ լավ։ Արդյոք հիմա կարիք կա դիմել նոր green card-ի կամ work permit-ի համար, հատկապես էլի, եթե անձը ունի criminal record։ Տեսեք, կախված է նրանից, թե քանի criminal case եք ունեցել եւ ինչ criminal է, եթե pretty theft է եւ մի անգամ է եղել եւ որոշակի ժամանակ անցել է դրանից հետո մաքուր է ձեր պատմությունը, գուցե դա ձեր համար ներելի լինի։ Ամեն դեպքում այս պարագայում եւս ես խորհուրդ կտամ իրենց իրավաբանի հետ խոսեն եւ իրենց իրավաբանի օգնությամբ նոր որոշեն դիմել արդյոք green card-ի թե ոչ։ Այս մեկը մի քիչ իմ մյուս հարցի պատասխանը եւս եղավ իր մեջ, բայց ամեն դեպքում հարցնեմ, արդյոք IC համար կա տարբերություն criminal history-ների մեջ, petty theft, grand theft, fraud եւ շարունակ։ Այո, միանշանակ տարբերություն կա, բայց այս պարագայում եւս էլի խորհրդակցել իրավաբանի հետ, կախված է քանակից, եթե մի քանի pretty theft ունի, դա արդեն վտանգավոր չափանիշ է IC համար եւ մեծերը եւս նույնպես շատ վտանգավոր են։